Իրավապահները հիվանդանոցում հսկում են Շիրակի մարզում ողբերգական վթարի հետևանքով ընտանիքի 6 անդամի կյանքը խլած BMW-ի վարորդին։ Բանն այն է, որ սպասում են նշանակված դատատեխնիկական փորձաքննության արդյունքներին, որպեսզի գործողություններ իրականացնեն BMW-ի վարորդի նկատմամբ։ Հիշեցնենք, ապրիլի 10-ին ողբերգական վթար էր տեղի ունեցել Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում։ BMW-ի եւ Opel ավտոմեքենաների բախման հետևանքով 6 մարդ էր զոհվել, նրանցից 2-ը երեխա, եւս 5 մարդ, նրանցից 3-ը երեխա մանմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց։ Հոսպիտալացվածների վիճակը գնահատվել էր ծայրահեղ ծանր կամ ծանր։ Շիրակի մարզի Աղեն բնակավայրի տարածքում տեղ ունեցած ավտովթարի դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Քննչական կոմիտեի փոխանցման վարույթը հարուցվել էր քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահգործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է 2 կամ ավել մարդու մահ։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություններ։ Քննչական կոմիտեն փոխանցել էր, որ նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, նրան ձերբակալելու որոշում է կայացվել։ Ենթադրվում էր, որ տվյալ անձը հիվանդանոցում գտնվող BMW-ի վարորդն է։ Փաստացի ողբերգական դեպքից անցել է 1 ամիս, սակայն դեռևս գործը տեղից չի շարժվել։ Սպասում են փորձաքննությունների արդյունքներին։ Իրավապահները այս պահին հսկում են հիվանդանոցում գտնվող BMW-ի վարորդին։